Հունիսի 17-ին ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի Մաքսակետից Վանաձոր տանող ճանապարհի առաջին կիլոմետրին էին։ Անհայտ անձինք գիշերը քանդել էին Ճամփեզրի ավտոդողերի խանութի հետնապատը եւ հափշտակել 134 անվադող, 1 անվահեց ու տարբեր հզորության էլեկտրասնուցման 6 մարտկոց, պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս։ Նոյեմբերյանի ոստիկանները շուտով գտան հանցագործների հետքը, որը նրանց Լոռու մարզի Օձուն գյուղ բերեց։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարվել էր խմբի կողմից, որի 4 անդամներն էլ օձունցի էին։ Վազգեն, Վահե, Վաչե Բարսեղյանները եւ Սասուն Հախինյանը հայտնվեցին իրավապահների տեսադաշտում։ Քարյակի տեղաշարժն ուսումնասիրելուց եւ անհրաժեշտ փաստերը համադրելուց հետո օգոստոսի 2-ին գրեթե միաժամանակ խմբի բոլոր անդամները հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության նոյեմբերյանի բաժին։ Ըստ նախնական տեղեկությունների խանութը թալանելու միտքը հղացել եւ գործողությունների ծրագիրը մշակել էր Վահե Բարսեղյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր գողության համար։ Թիրախն ընտրելուց հետո գործին ներգրավել էր եղբորը, ազգակցին ու համագյուղացուն, որոնք ոստիկանությունում փորձում էին ներկայացնել, թե չեն հասկացել ինչ են անում։ Հունիսի 16-ի գիշերը Վազգենն ու Վաչեն վերջինիս ավտոմեքենայով, լինգով ու մուրճով զինված գնացել էին խանութ։ Ավտոն մոտեցրել են դեպի բարձրացող ճանապարհի մոտ, որտեղ իմ ավտոյին 4 հատ կապրիշկան եկել մի հատ ակումուլյատոր դրելա։ Մնացածն էլ բարձել էին Ֆորդն ու վերադարձել Օձուն։ Գողոնը թաքցրել էին գյուղի հարակից տարածքի կիսակառույց շինությունում եւ շուտով իրացրել։ Գողոնը մասամբ հայտնաբերված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով։ Վահե Բարսեղյանը կալանավորված է, Վազգեն, Վաչե Բարսեղյաններն ու Սասուն Հախինյանը ստորագրությամբ բաց են թողնվել։